Հարգելի ացիղջուրներ, եկեք տեսնենք ինչպիսին կլինի ձեզ համար հունիս ամիսը։ Հունիսը կենդանակերպի ացիղջուր նշանների համար։ Ձեր աշխատանքը, ֆինանսը, անձնական կյանքը, առողջությունը, խորհուրդ, անակնկալ և զգուշացում։ Եվ այսպես, ձեր աշխատանքի հետ կապված դուրս է եկել 5 պենտակլիները, հոգնածություն, տրավմաներ, դժգոհություն, դուք ինքներդ դժգոհ եք, այստեղ չկա էներգիա աշխատանքի մեջ դնելու, կարծես դուք ավելի շատ ուրիշ բաներով եք զբաղված և չունեք էներգիա աշխատելու, ֆինանսի հետ կապված, վեշի սուտ, ինչպես աշխատեք, այդպես կստանաք, այդպես կլինի ձեր ֆինանսականը, հնարավոր է ֆինանսի հետ կապված հին հարցեր, պարտքեր, խոստումներ այսպես ի հայտ գան, նորից առաջ գան, որտեղ դուք պետք է կատարեք կարևոր որոշում, դե անձնական կյանքի հետ կապված դուրս եկավ հենց սիրո կարտը, այստեղ ամեն ինչ կարծես դրված է սիրո, ընտրության, այդպես ամեն ինչ շատ ջերմ է, կա էներգիա, եթե այստեղ ինչ-որ բան էլ չի, ապա հունիսը շատ բարենպաստ կարող է լինել հենց ձեր անձնական կյանքի հետ կապված։ Ինչ վերաբերվում է առողջությանը, այստեղ հարկավոր է ուշադրություն դարձնել գլխին։ Տեսեք, առողջության հետ կապված որոշակի այսպես դժվարություններ կլինեն, կարծես մի տեսակ դուք ավելի ծանրացած զգաք ձեզ, հա, կարող լինի էներգիային նույնիսկ պակաս։ Խորհուրդը, մի տատանվեք ձեր որոշումների հետ կապված, վստահեք ինքներդ ձեր ներքին ձայնին, կամ այս պահին պետք չի շտապել, դեռ ժամանակ ունենաք ճիշտ որոշում կայացնելու։ Անակնկալը կապված կլինի ձեր լավ ինտուիցիայի կամ վախերի, անորոշության և տագնապների հետ, հնարավոր է դուք իրականությունը չեք ուզում տեսնել կամ դեռ չեք կարողանում տեսնել։ Ինչ վերաբերվում է զգուշացման, այստեղ 6 սրերը ձեզ ասում են զգույշ եղեք, ինչ ուղղություն եք դուք վերցրել կյանքի, ինչ փոփոխություն եք ուզում անեք, եթե դուք մի բանի վրա վստահ չեք, թե առջևում ձեզ ինչ է սպասվում, դա մի արեք, փորձեք լինել ավելի հեռատես։ Այստեղ ես չէի դրել կարտը ձեր ողջ ամսվա համար, հարգելի ացիղջուրներ, ձեր ողջ ամսվա էներգիան, եկեք միասին տեսնենք, թե դուք ինչ էներգիաների մեջ կարող եք լինել ողջ ամիս։ Կախարդական պեդալը դուրս եկավ և սա նշանակում է, որ իսկապես հարկավոր է տեսնել, հա, ամեն բան չի, որ կախարդական կարող է ձեզ առաջ տանել, հրաշքների հավատալ պետք է, բայց ոչ այդ տիպի այսպես ֆանատ ձևով, նախորդ պարզեք առջևում ինչ կա, փորձեք լինել ավելի հեռատես, քանի որ զգուշացնող կարտը մի փոքր այլ բաներ մեզ հուշում։